ամբողջ աշխարհում նշում են երջանկության օրը։ Սա նշանակում է, որ մենք պետք է մի կողմ թողնենք տխրություն պատճառող բոլոր խնդիրները եւ պարզապես երջանիկ լինենք։ Իսկ ինչ է նշանակում երջանիկ լինել։ Ոմանց համար երջանկությունը դա հաջող կարիերա ստեղծելն է, իսկ ուրիշների համար երջանկությունը փոքրիկ ուրախությունների մեջ է։ Այս հարցին յուրաքանչյուրը յուրովի է պատասխանում։ Ամեն մի անձ իր ֆորմուլան ունի երջանկության։ Երջանկությունը դա մարդու կյանքում առկա դրական էմոցիաների ամբողջությունն է։ Երջանկությունը քնելն է։ Երջանկությունը ես եմ։ Երջանկությունը դա իմ ընկերներն են։ Երջանկություն դա այն ամենն է, ինչը ինձ ուրախացնում է։ Երջանկությունը իմ ծիծաղս է։ Մենք անց ենք անցնելու 100 երջանկության դաս, մեր, այսպես ասած, պատասխանը այն էջերին, որտեղ մեզ ոչնչացրել են եւ ուզել են ընդհանրապես մեր ԴՆԿ-ն ոչնչացնեն եւ մեր ազգության այդ հոգեվոր ԴՆԿ-ն ոչնչանա, մեր պատասխանը դա երջանկությունն է, դա հաջողությունն է, դա բարգավաճումն է։ Երջանկությունը ինձ համար դա սերն է։ Երջանկությունը դա ուտելն է։ Իմ երջանկության բանալին իմ ժպիտն է, իսկ բանաձևը սիրել եւ լինել սիրված։ Երջանկությունը ինձ համար իմ ընտանիքն է։ Երջանկությունը ինձ համար ապրել այս երկրի վրա։ Երջանկությունը ապրել Արցախ աշխարհում։ Երջանկությունը իմ համար իմ տղեն է։ Անընդհատ երջանկության որոնումների մեջ ենք, անընդհատ վազում ենք դրա ետևից, այդպես էլ չհասկանալով, որ երջանկությունը պահի մեջ է, մանրուքների, պարզապես պետք է փակել աչքերը ու զգալ այն սրտով։ Եվ միայն այդ դեպքում մենք աշխարհի երջանիկ երկրների ցանկի 53-րդ հորիզոնականից մեծ թռիչքով կհայտնվենք առաջին տեղում։ Հաջողություն, երջանիկ հայեր։